Инфокомпании «Ташир». Все грани бизнеса. Ընտանեկան վիճաբանությունը կարող էր ողբերգական ավարտ ունենալ, երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց, նորություններ Վահագնի համայնքից ասֆալտապատվել են ճանապարհներ, կառուցվել է հեղեղատար համակարգ, Փաստաբանների պալատի նախագահի ընտրությանն ընդառաջ քարոզարշավ նաև Լոռու մարզկենտրոնում եւ ինչպես է ապրում լոռեցի հրաշամանուկը Սարիբեկ Մոսինյանը հավակնում է դառնալ Գինեսի ռեկորդակիր։ Մոլորակ լրատվական իր աշխատանքն է շարունակում մարզային ֆորտունա հեռուստաընկերության եթերում ես Սարգիս Գոքորյանն եմ, բարև ձեզ։ Նախ մեկ արտակարգ դեպքի մասին Վանաձորում ընտանեկան վիճաբանությունը կարող էր ողբերգական ավարտ ունենալ սպանության փորձի հետևանքով երկու տուժած տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։ Գոհար Մովսիսյանն է եղել ոստիկանության քննչական բաժնում եւ հիվանդանոցում ու ներկայացնում է տեղի ունեցած դեպքի մանրամասները։ Վանաձորում ընտանեկան վիճաբանությունը դաժան ընթացքու ավարտ է ունեցել։ Ամուսինը նախնական տեղեկություններով խանդի հողի վրա կացնահարել է նախ կնոջը, ապա երբ վեճին միջամտել է իրենց հարսը նաև նրան։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Պարույր Սևակի 47 շենքի 22 բնակարանում։ Յուրիկ Թամազյանը կացնի բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխին ու պարանոցին, վերջինիս կյանքից զրկելու նպատակով։ Վարդանուշ Ղարախանյանին հաջողվել է դուրս գալ բնակարանից եւ օգնության կանչել, որին արձագանքել են հարևանները։ Ինչի հետևանքով Յուրիկ Թամազյանը իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով ավարտին հասցնել հանցագործությունը դիմել է փախուստի։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դատաբժշկական, դատաքրեագիտական, դատակենսաբանական եւ դատահետքաբանական փորձաքննություններ, ինչպես նաեւ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող կացինը։ Զենֆիր Ամացակյանը եւ Վարդանուշ Ղարախանյանը տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։ Յուրիկ Թամազյանը չկարողանալով սպանել կնոջը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Ոստիկանության կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում վերջինս հայտնաբերվել է եւ ոստիկանության աշխատակիցներին տեղեկացրել, որ փորձել է ինքնասպան լինել։ Վերջինս հայտնել է, որ վնասվածքները հասցրել է ինքն իրեն կյանքին վերջ տալու նպատակով։ Թամազյանին տեղում ձերբակալել են, հարուցվել է քրեական գործ, քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով։ Յուրիկ Թամազյանը ցանկություն է հայտնել ունենալ պաշտպան, հրաժարվել է ցուցմունքներ տալուց։ Վանաձորի բժշկական կենտրոնում փորձեցինք տեղեկություններ ստանալ տուժածների առողջական վիճակի մասին, սակայն բուժող բժիշկը հրաժարվեց հարցազրույցից։ Վերջինս միայն նշեց, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Տեսախցիկի առջև երևալու ցանկություն չունեին նաև տուժածները։ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը այսօր եղել է մարզի Վահագնի համայնքում, այնտեղ 4-րդ հրատապով հեղեղատար համակարգ է կառուցվել, որը խիստ անհրաժեշտ էր համայնքի համար, քանի որ համայնքը գտնվում է անտառի փեշին եւ անձրևաջրերը նախկինում անարգել լցվում էին փողոցները, ուժեղ տեղումների դեպքում անգամ տները։ Ներկայումս կառավարության միջոցներով այդ խնդիրը լուծված է։ Մարզի ղեկավարը ծանոթացել է կատարված աշխատանքներին, նշել, որ դրանք գոհացուցիչ են։ Եվս մեկ նորություն Հակվիում հոկտեմբերին կնշվի Անտոն Քոչինյանի 100-ամյակը, որի համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով։ Լոռու մարզից դիմել էին կառավարությանը համայնքի կենտրոն տանող ճանապարհը վերանորոգելու համար միջոցներ ստանալու նպատակով։ Այս դեպքում եւս արձագանքը չի ուշացել, Վահագնի համայնքի բնակիչները, եթե նախկինում գլխավոր ճանապարհից գյուղ էին հասնում 10-ից 15 րոպեում, հիմա դա տևում է ընդամենը 3-ից 5 րոպե։ Այնպես որ Հակվի ժամանող հյուրերը կերթևեկեն բարեկարգ ճանապարհներով։ Լոռու մարզպետը եղել են նաև համայնքի դպրոցում, այցի մանրամասները տեղ կգտնեն մարզպետարանի ժամ հաղորդման առաջիկա թողարկման մեջ։ Սեպտեմբերի 14-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի նախագահի ընտրություն, որպես նախագահի թեկնածու գրանցվել է 4 փաստաբան՝ Աշոտ Թաթևոսյան, Կրոմվել Գրիգորյան, Տիգրան Աթանեսյան եւ Արա Զոհրաբյան։ Վերջինս այսօր հանդիպել է լոռեցի գործընկերներին, ներկայացրել նախընտրական ծրագրերը, որոնք ըստ նրա ուղղված են մեր երկրում փաստաբանական համակարգի առաջխաղացմանը 2013-2017 թվականների ծրագրի հիմնական ուղղությունները Զոհրաբյանը համարում է հանրային պաշտպանության ինստիտուտի զարգացումը, փաստաբանների իրավունքների պաշտպանությունը, պալատի գործունեության թափանցիկությունը եւ պալատի ինստիտուցիոնալ հզորացումը։ Հիշեցնենք, որ փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն փաստաբանների պալատի նախագահն ընտրվում է առնվազն 10 տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կողմից փակ գաղտնի քվեարկությամբ 4 տարի ժամկետով։
Շարունակում ենք թողարկումը, այս հատվածում խոսելու ենք վանաձորցի Սարիբեկ Մոսինյանի մասին, ով ավելի շատ հայտնի է Հրաշամանուկ անունով։ Վերջինս, ինչպես գիտեք, մի քանի անգամ դարձել է Հայաստանի ռեկորդներն իր մեջ ամփոփող ձյութազնագրքի հերոսը։ Ինչպես է ապրում եւ ինչ նոր ռեկորդներ է պատրաստում լոռեցի Հրաշամանուկը, գիտի Անահիտ Կարապետյանը։ Սարիբեկ Մոսինյանն այն հրաշամանուկն, ով 5 տարեկանում արդեն Հայաստանի դյութազնագրքում իր ուրույն տեղն ունի։ Փոքրիկ Սարոն 2013 թվականի մարտի 16-ին սահմանեց իր առաջին ռեկորդը կատարելով 1111 կքանից 32 րոպեում եւ առաջին անգամ հայտնվեց Հայաստանի ռեկորդների գրքում։ Ամիսներ անց հունիսի 1-ին երկրորդ ռեկորդը սահմանեց կատարելով 2013 կքանից արդեն 57 րոպեում։ Կրկնակի ցուցանիշ ու նորից դյութազնագրքում հայտնվելու հնարավորություն։ Սարիբեկ Մոսինյանը մեծ հետ զրույցում ներկայացնում է իր առօրյան, սկսում այն իր անուն ազգանունից։ Մոսինյան Սարո Արենի, հագնում եմ սորերս ու գնում եմ դուրս։ Հենց դրանը մարդ չի եղնում, մի հատիկ գնում են բան առնեն ճղնողները, ասում եմ իրանց երեխուն կանչում են, խաղում ենք իրար հետ։ Օրվա հիմնական անելիքները լոռեցի փոքրիկ ռեկորդագիրն սկսում է մանկապարտեզից։ Իդեպ կարևոր պայման է նախ փոքր եղբորն իր խումբ ուղեկցել, այնուհետ միանալ մանկապարտեզի իր ընկերներին։ Նախակրթական ուսումնական հաստատություն հասնելուն պես Սարոն շտապեց մեզ ցույց տալ իր նկարը, որը փակցված է մանկապարտեզի օրվա հերոսը անկյունում։ Հարցին, թե Հայաստանի դյութազնագրքի հերոսը ինչ է ուզում դառնալ, միանգամից պատասխանը հնչեց. Հերոս, ծաղին պասպանեմ, իմ աղբերներին, բոլորին։ Գնալու եմ բանակում է, կռվելու եմ։ Ու այս ամենը հավաստող պատասխանը երգի տեսքով կրկին չուշացավ։ Մեզ թրերը միշտ ամուր են, հուր են, սուր են, և թող իմանան բոլորը, մեր անունն է հայկական բանակ։ Սարիբեկ Մոսինյանը խոսեց նաև իր պարապմունքների ու սահմանած իր իսկ խոսքով ոչ դժվար ռեկորդների մասին։ Սարիբեկի հայրը նշում է, որ տղայի մոտ անսովոր էներգիան դեռ ավելի փոքր տարիքում էր նկատվում։ Հենց դա հիմք հանդիսացավ որդուն սպորտով զբաղվելու հնարավորություն տալուն։ 3 տարեկանից սկսել է զբաղվել կարատեով։ Օրվա անբաժան մասն են կազմում պարապմունքներ ընկեր Խաչիկի հետ։ Վերջինս նաև խոսեց լոռեցի ռեկորդագիր իր սանի ֆիզիկական պատրաստվածության մասին։ Կատարում է այն, ինչ որ ես իրան առաջադրում եմ ու շատ գոհ եմ մնացածներից, շատ տարբերվում է ինքը այդ տարիքում։ Դե այդ տարիքում հնարավոր չի այդքան, ասենք, մեծ ֆիզիկական տվյալներ ունենալ։ Իր մոտ բնածին է դա տրված։ Փոքրիկի հայրը նշում է, որ չնայած որդին շատ է տարված սպորտով ու անընդհատ պարապում է, հորինում ինչ-որ վարժություններ ու համարներ, այդուհանդերձ գրականության նկատմամբ եւս անտարբեր չէ։ Դեռ 3 տարեկանից արտասանում է Մարո պոեմը։ Մենք էլ այդ հարցում համոզվեցինք։ Հայրիկն են զամբարկացավ, ճեճեց նրան ու ասավ, դուրս իմ տանից սևերես, երբ չնայիս դպամես, ոչ չտնես էլ տունես, մրոտեց իր անունս։ Լալով ճասկած դեմքը թողեց Մարոն հոսենքը ու ազատված իր հորից փախած Չովան կարորից։ Չոված պատրած օրերով կոչում ես նա օրերով, կույչ էր գալի խղճալի օջախի սուրճ օտարի, կամ հանդերում էր մենակ, են հանդերում ծարունակ։ Մոսինյան ռեկորդագիրն իր սահմանած ռեկորդները սովորեցնում է նաև փոքր եղբորը։ Սիրում է խաղալ բակում ու մուլտֆիլմեր դիտել։ Նկարել եւս սիրում է։ Ասում է, որ ամենաշատը սիրում է, երբ փոր ու եղբոր հետ մարզադաշտ են գնում, պարապում, որ ավելի ուժեղ դառնա ու նոր ռեկորդներ սահմանի, որդու հետ կապված սպասումները շատ են, խոստովանում է հայրը։ Եվ ֆիզիկական եւ մտավոր ունակությունները մեծ են։ Ես չգիտեմ իր այդ ուժերը ոնց ղեկավարեմ, ոնց կարգավորեմ, որովհետև դա մի քիչ արդեն իսկ մասնագիտական է։ Ես ուղղակի կպայքարեմ նրա համար, որ ստացվի դա ու միջոցով ու օգնությամբ, բայց անպայման այս ուժերը պետք է աճեն, բարգավաճեն։ Սարիբեկ Մոսինյանը պատրաստում է նոր հեղինակային ռեկորդներ, խոստանում շատ պարապել ու չնայած խոստովանում է, որ Դա դու խելոք տղա ես, թե չէ։ Այդուհանդերձ խոստանում է լսող լինել ու հերոս դառնալ։ Անահիտ Կարապետյան, Արմեն Շահբազյան, Մոլորակ։ Թողարկման այս հատվածում առաջարկում եմ ծանոթանալ միջազգային լրահոսին աշխարհում կատարված իրադարձություններից ուշագրավներն առանձնացրել ու ներկայացնում է Լիաննա Մխիթարյանը։
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը իր մեկ ամսվա աշխատավարձը նվիրաբերել է Ռուսաստանի հեռավոր արևելքում ջրհեղեղից տուժածներին։ Հեռավոր արևելք եւ Զաբայկալիա միջտարածաշրջանային ասոցիացիայի բացած հաշվին գումար են փոխանցել 35 դաշնային եւ շրջանային նախարարությունների, բաժանմունքների եւ քաղաքապետարանների բաժիններ։ Հաշվեհամարին փոխանցված ընդհանուր գումարը գերազանցել է 18.5 միլիոն ռուբլին։ Այդ գումարից կառավարության աշխատակիցները փոխանցել են 2 միլիոն։ Անգլիական Քենթ կոմսությունում թանձր մառախուղի պատճառով խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել։ Բախվել են 100 ավտոմեքենաներ, տուժել է 200 մարդ, նրանցից 6-ի վիճակը ծանր է։ Վնասված ավտոմեքենաներից 6 տուժածներին հանելու համար հատուկ գործիքներ են կիրառվել։ Ականատեսներից մեկի խոսքով վթարի վայրում տեսանելիությունը 20 մետրը չի գերազանցել։ Վարորդներից շատերը հաշվի չառնելով եղանակային պայմանները, հակամառախուղային լույսերը չէին միացրել։ A249 մայրուղում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Իշխանությունները կոչ են արել օգտվել այլընտրանքային ավտոճանապարհներից։ Քլիվլենդի դատարանը 58-ամյա Ռիչարդ Դեմերոնին պարտավորեցրել է հրապարակավ ներողություն խնդրել եւ ոստիկանության բաժնի մոտ կանգնել հիմար գրությամբ ցուցանակը ձեռքին։ Դեմերոնին մեղավոր են ճանաչել այն բանում, որ նա զանգահարել է 911 հեռախոսահամարին եւ սպառնացել ոստիկանության սպային։ Ներկայումս օրինախախտը 1 շաբաթ շարունակ ամեն օր 3-ական ժամ պետք է կանգնի հսկա ցուցանակը ձեռքին, որի վրա գրված է. Ես ներողություն եմ խնդրում ոստիկանության սպաներից այն բանի համար, որ ինձ պահել եմ հիմարի պես, զանգահարել ու սպառնացել սպանել։ Ես ներողություն եմ խնդրում եւ խոստանում, որ նման բան այլևս չի կրկնվի։ Ճապոնական Panasonic ընկերությունը սեպտեմբերի 4-ին մեկնարկած IFA 2013 ցուցահանդեսում ներկայացրել են նոր լայնաֆորմատ սմարթ հեռուստացույց 4K թույլատրությամբ։ Մոդելը կոչվում է WT600։ Այն կարող է ինտերնետ մուտք գործել սեփական պորտերի եւ բրաուզերի միջոցով։ Նոր հեռուստացույցի վաճառքը կմեկնարկի այս տարվա նոյեմբերին։ Կինն առայժմ չի բարձրաձայնվում։ Լիանա Մխիթարյան, Մոլորակ։ Շարունակում ենք թողարկումը, ինչ եղանակ է սպասվում կիմանանք Էռնա Անտոնյանից, բարի օր Էռնա։ Բարև Սարգիս։ Եվ ինչ եղանակ է սպասվում։ Սարգիս, ինչ եղանակին անդրադառնալ է մեքենաների աուդիո եւ վիդեո համակարգերի մասնագիտացված խանութ սրահի մասին։ Տիգրան Մեծ 24 հասցեում գործում է մեքենաների աուդիո եւ վիդեո համակարգերի մասնագիտացված խանութ սրահ։ Մեքենաների տարատեսակ սարքավորումներ, աուդիո խոսնակներ, ուժեղացուցիչներ, վիդեո ռեգիստրատորներ, մոնիտորներ։ Նշված ապրանքները մեր սրահից գնելու դեպքում տեղադրումն իրականացվում է անվճար։ Միասնիկյան 8 հասցեում տրիո խանութի ներսում է գտնվում մեր երկրորդ մասնաճյուղը, որտեղ բացի նշված ապրանքատեսակներից վաճառվում է հանրահայտ ֆիրմաների կենցաղային տեխնիկա։ Գործում է գնային ճկուն համակարգ։ Տիգրան Մեծի 24, Միասնիկյան 8։ Երկու խանութներից մեկում է ձեր փնտրած ապրանքը։ Այժմ ներկայացնենք կանխատեսումները։ Հանրապետության ողջ տարածքում անձրևները կդադարեն, կդիտվի պարզ եղանակ, պարզեցման պայմանավորված օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 4-ից 6 աստիճանով, սեպտեմբերի 6-ին ամենուրեք կդիտվի արևային առանց ստեղումների եղանակ, արևի ազդեցությամբ պայմանավորված օդի ջերմաստիճանի բարձրացում կլինի 2-ից 3 աստիճանով, տեղտեղ հնարավոր է քամի 18-ից 20 մետր/վայրկյան արագությամբ, Լոռու մարզում սպասվում է գիշերը 8, ցերեկը 21 աստիճան տաքություն, Տաշիրում սպասվում է գիշերը 8, ցերեկը 19 աստիճան տաքություն, Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 10, ցերեկը 21 աստիճան տաքություն, Սպիտակում եւ Ստեփանավանում կդիտվեն միևնույն ջերմաստիճանները, գիշերը կլինի 7, ցերեկը 19 աստիճան տաքություն, իսկ մարզկենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 8, ցերեկը 20 աստիճան տաքություն, Երևանում սեպտեմբերի 6-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, Մայրաքաղաքում կդիտվի մինչև 28 աստիճան տաքություն, Սարգիս, անկախ եղանակային կանխատեսումներից պահպանեք բարձր տրամադրությունը։ Շնորհակալ եմ Էռնա կանխատեսումները ներկայացնելու համար, բարեկամներ, այսքանն էինք առանձնացրել այս թողարկման համար, մնացեք խաղաղությամբ եւ շարունակեք դիտել Ֆորտունա ցտեսություն։